Մշակութային ցեղասպանության եւ ընդհանրապես Նախիջևանում եւ հատկապես Գարդմանում հայերի պատմական ներկայության մասին կխնդրենք, որպեսզի ազգագրագետ պատմաբան տիկին Սուսաննա Մելիքյանը խոսի։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն հեղինակներին այս նախաձեռնության, որովհետեւ մեր ժամանակներում հատկապես շատ կարեւոր է Գարդման, Արցախ, Նախիջևան այս տարածաշրջանների եւ քաղաքակրթական եւ քաղաքական դերի գնահատումը, կարեւորումը եւ ցավոք սրտի ներկայաշխանությունների կողմից այս անտեսումը այս կարևորագույն դերի բերեց հանգեցրեց նրան, որ մենք այսօր կանգնած ենք, ինչպես ասում են, կոտրած տաշտակի առաջ։ Գարդմանահայությունը հազարամյակներ շարունակ բնակվում է այդ տարածաշրջանում եւ ես ասեմ, մինչ այդ ես ուղղակի կուզեի նշել, որ հայկական քաղաքակրթությունը եւ ընդհանրապես քաղաքական գործոն լինելը հայ ժողովրդի հայկական լեռնաշխարհի տարածքում ապրող բնիկների դեռ անտիկ ժամանակաշրջաններից շատ լուրջ դերակատարություն է ունեցել ամբողջ մերձավոր արևելքի կամ առաջաեուրասիական տարածաշրջանի վրա, իսկ միջնադարից սկսած հատկապես ուշ միջնադարից արդեն հատկապես Անդրկովկասի եւ ընդհանուր ավելի լայն այս տարածաշրջանի եւ ոչ միայն ռեգիոնալ, այլ համաշխարհային պատմության մեջ։ Խոսքը վերաբերում է եւ դերակատարներին հայ ժողովրդի ունեցած այդ, ասենք, նշանավոր զորավարներին եւ տաղանդավոր գիտնականներին եւ ասենք հատկապես, ասենք, եթե հիմնականում միջնադարում քրիստոնեությունը տարածվեց հայերի միջոցով ամբողջ Անդրկովկասում եւ նույնիսկ Ռուսաստանում ավելի լայն առումով, որ ասենք, նաեւ իսկ ավելի ուշ լուսավորական գաղափարները եվրոպական, դրանից հետո հեղափոխական շարժումները, այսինքն առաջադիմական գաղափարախոսությունը եւ առաջադիմությունը այս տարածաշրջանի անդրկովկասյան հատկապես զարգացումը հետ միջնադարից հետո ամբողջապես հայ ժողովրդի հատկապես նաեւ արևելահայ հատվածի ուրեմն դերակատարության արդյունքում է եղել, նրանց շնորհիվ է եղել եւ ցավոք սրտի հայկական որևէ իշխանություն չկարողացավ գնահատել այդ դերը։ Այսօր իհարկե քաղաքական առումով սա շատ կարեւոր է Գարդմանահայության եւ Նախիջևանի հայության եւ Արցախահայության համախմբումը, որովհետեւ եթե 90-ականներին այս քաղաքական ասենք հանգամանքը նրանց դերակատարությունը չանտեսվեր, մենք այսօր դատարկված Արցախ հաստատ չէինք ունենա։ Նույն քաղաքակրթական դերի առումով ես ասացի, պատահական չէ, ես մեր հարևան, մեր այս բարեկամ ժողովուրդներից մեկի ասացվածքը, որ Թիֆլիսը կառուցեցինք, տվեցինք վրացիներին, Բաքուն կառուցեցինք, տվեցինք ադրբեջանցիներին, ասում են Երևանն էլ տվեք մեզ, դուք գնացեք։ Այսինքն հայ ժողովուրդը որպես արարչագործական ազգ ի սկզբանե ինքը միայն ստեղծել է, ցավոք սրտի երբեք չի մտածել ավերելու մասին, որովհետև այս ժողովուրդը ձևավորվել է այնպիսի ժամանակաշրջանում, երբ արարումն է եղել գերխնդիր աշխարհում, իսկ ավերումը այն դեր չի ունեցել։ Եվ դրա համար էլ մենք այսպես մնացել ենք մինչ օրս, կառուցում ենք, ստեղծում ենք, այդպես ասենք, բոլոր ժողովուրդների համար բարենպաստ պայմաններ ենք ստեղծում, որքան որ մենք հնարավորություններ ունենք մեր կարողությունների սահմաններում, բայց այդ ամենը պահպանել չենք կարողանում, այդ ամենին տիրապետել չենք կարողանում, օգուտ քաղել դրանից չենք կարողանում։ Այսօր ժամանակն է, որ մենք վերջապես մեր շահերը դարձնենք գերակա եւ այլևս միմիայն մեր շահերի շրջանակներում աշխատենք եւ այս առումով Գարդմանահայության եւ Արցախահայության նաեւ Նախիջևանի հայության համախմբումը շատ կարեւոր է եւ ես կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այսօրվա միջոցառման նախաձեռնողներին։ Շնորհակալ եմ։